Կրկին ողջունում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Այսօր մենք զրուցելու ենք Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուջյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Խուրշուջյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը եւ եկել եք Նոյան Տապանի տաղավար։ Ճիշտն ասած, ամբողջ շաբաթ սպասում էի այսօրվա մեր հարցազրույցին, որովհետև այս հարցը ուզում էի նաև այս հարցի շուրջ ուզում էի ձեր մեկնաբանությունը ստանալ։ Բան այն է, որ եւ Փաշինյանը եւ Արարատ Միրզոյանը իրենց վերջին այս այցելությունների ժամանակ արեցին մեկ հայտարարություն, որը այդքան էլ հասկանալի չէ դրա դրդապատճառները։ Եվ այսպես ես ներկայացնեմ Միրզոյանի հայտարարությունը, պարզապես մի քանի օր առաջ Փաշինյանը գրեթե նույն բաններ ասել։ Եվ այսպես Միրզոյանը ասում է. Եվրամիությունը ընդունելով Հայաստանին կշահի դրա հետ մեկտեղ, բայց եթե այն մերժի, այսինքն անդամակցությունը Հայաստանի, Հայաստանի Հանրապետությունը դեռ կշարունակի իր բարեփոխված ինստիտուտները, կպահպանի իր բարեփոխված ինստիտուտները եւ ժողովրդավարական նվաճումները, ինչը, ինչպես ասում էր նաեւ ավելի վաղ, ինչպես նշեցի Փաշինյանը, ասեց, դա էլ շատ լավ արդյունք է, եթե մենք պահպանենք այդ բարեփոխումները։ Ինչու արվեց այդպիսի հայտարարություն, ինչ որ նոր հանգամանքներ կան, մենք կասկածներ ունենք, որ այդ ճանապարհին մեծ խոչընդոտներ են սպասվում։ Չեմ տեսնում որևէ խոչընդոտ կամ շուտ կասկածանքի տես։ Հակառակը, ինձ թվում է, սրանով ավելի է կարևորվում բովանդակությունը Եվրամիության ինտեգրվելու այս գործընթացի։ Ոչ թե զուտ ձևը, որը պետք է դառնա հենց պաշտոնական եւ ֆորմալ անդամակցությունը, այլ բովանդակությունը, այսինքն համապատասխանեցումը Հայաստանի օրենսդրության, չափորոշիչների, ենթակառույցների, ինստիտուտների համապատասխանեցումը իրենց մակարդակով, իրենց ամեն ինչով, ուրեմն եվրոպական։ Եվ այդ իմաստով, եթե մենք դառնում ենք եվրոպական երկիր, պարզ է, որ Եվրամիությունը կընդունի իր կազմում։ Բայց ինչ որ կասկածանքի նշույլ չկար այս հայտարարությունում։ Ես այդպիսի բան չտեսա, մանավանդ որ մի քիչ վաղաժամ է դրա մասին խոսելը։ Հիմա հենց ժամանակն է բովանդակության մասին խոսելը։ Հենց այդ բարեփոխումների, առանց որոնց իհարկե Եվրամիությունը չի ընդունի մեզ, եթե նույնիսկ դիմենք։ Բայց մենք նույնիսկ չենք էլ դիմել հələ։ Դրա համար ասում եմ դեռ վաղաժամ է դրա մասին խոսելը։ Եվ հենց խոսքը գնում է բովանդակությունը շեշտադրելու մասին, ես այդպես եմ հասկանում։ Բարի, Արարատ Միրզոյանը հարցազրույց տվեց 3 կարծեմ եւ ասաց, որ խաղաղության պայմանագիրը Հայաստանը օր առաջ պնդում է, շարունակում է պնդել, որ պատրաստ է ստորագրելուն, բայց այժմ Չնայած, ոչ թե բայց, չնայած Ադրբեջանը առաջ է քաշում նախապայմաններ, որոնց համաձայն չէ Հայաստանը։ Բայց ասում է Միրզոյանը, դրանից անկախ առաջընթացներ ունենք մենք, գործողություններ ենք արել։ Այդ գործողությունների, համատեղ գործողությունների կոնտեքստում կամ ցանկում նա թվարկեց նաև Մինսկի խմբի լուծարումը։ Եվ դե ասես 12 կիլոմետր մենք սահմանազատում ենք արել եւ այլն։ Այդ Մինսկի խմբի գործընթացի չեղարկման հետ կապված ես տեսա, որ Արևելյան գործընկերության քաղաքահասարակության ֆորումի Հայաստանի Հանրապետության ազգային պլատֆորմը հայտարարություն է տարածել, որի մեջ պարունակվում է դատապարտում, այսպես ասած, ֆորումի այդ ազգային պլատֆորմը դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի չեղարկումը։ Ես կխնդրեի, որպեսզի դուք եւս այս հարցը եւս բարձրաբանեք։ Ինչու է դատապարտում։ Շատ կարևոր է, որ Հայաստանի քաղաքահասարակությունը, առնվազն քաղաքահասարակության այդ հատվածը, որ ներկայացնում է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, ձևակերպեր եւ արձանագրեր մի քանի իրողություն, այդ թվում Մինսկի խմբի լուծարումը եւ լուծարման դատապարտումը, որտեղ այնտեղ կա հիմնավորում, թե ինչ ենք դատապարտում։ Որովհետեւ կա արձանագրում այն փաստի, որ Հայաստանը այս բոլոր զիջումների գնացել է ուժի սպառնալիքի ներքո, որը միջազգային իրավունքի խախտում է։ Եվ չի կարող հիմք համարվել, այսպես լեգալ, լեգիտիմ, երկարաժամկետ, ռազմավարական հիմք համարվել նման կարգի խնդիրների լուծման, այդ թվում Արցախյան խնդրի լուծման։ Չի կարող էթնիկ զտմամբ լուծվել
Արցախյան հարցը։ Դա հակասում է ոչ միայն պարզ մարդկային արդարության սկզբունքներին, դա հակասում է միջազգային իրավունքին։ Եվ ասել, ծափ տալ, որ գիտեք, ինչ լավ է, բռնագաղթեցրեցին, հայրենազրկեցին հայ ժողովրդի մի հատվածին, Ալիևի ռեժիմը, Ադրբեջանը, եւ հարցը լուծվեց։ Դա լավ նախադեպ է, այսինքն մնացած տեղերում էլ նույն կերպ լուծելու։ Մենք հասկանում ենք, որ հիմա միջազգային իրավունքը այսպես կաղում է, շատ դեպքերում չի գործում, որովհետեւ աշխարհակարգի նաեւ հանդեպ սպառնալիքներ են տեղի ունեցել այս ընթացքում, որին համարժեք պատասխան միջազգային իրավունքը, միջազգային կարգը պահպանողները չեն կարողացել տալ։ Խոսքը այդ թվում Ռուսաստանի գործողությունների մասն է Ուկրաինայի դեմ, եւ դրանից բխող նաեւ այլ ածանցյալ ինչ որ երևույթներ որ տեղի ունեցան նույն Բելարուսի ներքաշումը, որ իր տարածքը տրամադրեց պաստորեն ներքաշվելով այդ ագրեսիայի դեմ ագրեսիայի մեջ Ուկրաինայի դեմ եւ էլի մենք տեսանք նույն Գազայում ինչ է կատարվում հիմա այսպիսի ցեղասպանություն, որ արդեն մակնել է արձանագրում որ ցեղասպանություն է եւ ճիշտ է այնտեղ ավելի ակտիվ են գործում դրա դեմ այդ իրողության դեմ Եվրոպական միությունը շատ երկրներ, բայց դա կախված է նրա հետ, որ այնտեղ իրոք 50-60 հազար մարդ է մահացել, որից 20-25 հազարը երեխաներ են։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ասաց, որ շատ ցավալի, բայց դիպուկ ձևակերպում է, ասաց, որ Գազան դարձել է աշխարհի ամենամեծ մանկական գերեզմանոցը։ Դա սարսափելի է եւ Նետանյահուն որպես ռազմական հանցագործ իհարկե պետք է պատասխան տա դրա համար։ Ոնց որ Միլոշևիչը։ Բայց Արցախում կատարված է գնահատականի հա, որովհետեւ նախ Արցախում տրվել է գնահատական։ Արցախում բարեբախտաբար այդպիսի գործողություններ, զանգվածային բնաջնջման գործողություններ տեղի չեն ունեցել։ Այո։ Ավելին ասեմ, 20-20 պատերազմի ժամանակ, 44 օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը բավականին զգուշ էր, որպեսզի նվազագույնի հասնի խաղաղ բնակության զոհերը։ Եվ մենք 50-ի կարգի խաղաղ բնակության զոհեր, նույնիսկ Ադրբեջանից ավելի շատ են, գրեթե կրկնակի շատ զոհեր ունեցան։ Դա իհարկե որևէ կերպ չի նվազեցնում այն ռազմական հանցագործությունների գնահատականի անհրաժեշտությունը, որը որ իրենք գործել են։ Դա չի նվազեցնում նաև պատերազմ սկսելու պատասխանատվությունը։ Պատերազմ սկսելն էլ արդեն միջազգային իրավունքի խախտում է։ Ռազմական ճանապարհով հարցեր լուծելը, որը ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է, որը պնդում է, որ պետք է խաղաղ ճանապարհով լուծվեն հարցերը։ Բայց այդ ամենչով հանդերձ հասկանալի էր, որ Հայաստանի իշխանությունները կաշկանդված էին հենց այդ սպառնալիքով, որտեղ ակնհայտ էր, որ կա վտանգ նոր պատերազմի եւ այնպես չի, որ մենք չենք տեսել ոնց է Ադրբեջանը հարձակվել Հայաստանի վրա։ 2-3 անգամ 44 օրյա պատերազմից հետո արդեն Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակում է գործել Ադրբեջանը, ցույց տալով, որ այդ կարմիր գիծն էլ է ինքը խախտում եւ արդեն համակերպվում է միջազգային հանրությունը, որ դե նորմալ արդեն նոր նորմալություն է դառնում Ադրբեջանի կողմից հայկական տարածքներ զավթելը։ Ինչ է թե բնակավայր չի զավթում, այլ ընդհանրապես բնակավայրերի կողքի տարածքներ է զավթում սահմանի վրա։ Եվ եթե Հայաստանի իշխանությունները տեսնելով, որ միջազգային հանրությունը չի կարողանում արդյունավետորեն հակազդել դրան, թեև եվրոպական դիտորդների ներկայությունը էապես նվազեցրեց այդ ռիսկը եւ մենք տեսանք այդ ընթացքում գոնե քանի եվրոպական դիտորդները տեղակայված էին, ադրբեջանցի զինվորը էլ մուտք չգործեց Հայաստանի տարածք, ոտք չդրեց, բայց միևնույն ժամանակ հասկանալի էին, որ այդ ռիսկերը 100%-ով չէին վերացել եւ երաշխիքներ չէր տրվել, որ չի լինելու դա, ավելին եղավ արտահոսք Վաշինգտոնից այս տարեսկզբին, որ հնարավոր է Ադրբեջանը եւս մեկ հարձակում գործի, իսկ այդ հարձակումը ուրեմն գիտենք, որ կազմակերպում էր, հրահրում էր, պայմանավորվում էր, ճնշում էր Ադրբեջանի, որ այդ հարձակումը անի Ռուսաստանը, որին պետք էր իր FSB-ի զորքեր կանգնացնի այդ ճանապարհներին, որ վերահսկողությունը լիովին արևմուտք այդ ուրեմն ճանապարհների վրա սահմանի եւ լոգիստիկ շղթաների վրա սահմանի եւ մյուս կողմից նաեւ Հայաստանում իշխանապողություն անի իր խամաճիկներին, այստեղ 5 Երաշարասյան այդ իր գուբերնատորների այդ տեխնացուներից մեկին բերի կարգի գուբերնատոր իր նոր գուբերնիայի, ոնց որ ինքը հիմա Ուկրաինայում է տարածվում այդ գուբերնիաները, չէ՞, ստեղծում 4 հատ գուբերնիա է ստեղծել, որի մեծ մասը գրավել է այդ գուբերնիաները։ Հիմա դա անկախ նրանից, որ ուրեմն
մենք տեսնում ենք հիմա Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունը ինչպիսին է, բայց մենք տեսանք այդ ինչի հետևանք է այդ փչացան այդ հարաբերությունը, որովհետեւ Ադրբեջանը համաձայնվեց ստորագրել այս փաստաթղթերը։ Հələ դրան էլ չէր համաձայնվում, դա հարցը է, որ դրան էլ չէր համաձայնվում, նույնիսկ այդ բոլոր զիջումներով ամեն ինչով հանդերձ, ինչ որ նշված են հայտարարության մեջ, որ այդքան զիջում անելուց հետո էլ նույնիսկ հիմա, երբ որ նախաստորագրել է այդ խաղաղության պայմանագիրը, ինքը շարունակում է այդ ռեդորաբանությունը կիրառել Զանգեզուրի միջանցք եւ այլն, որը որ ըստ էության տարածքային հավաքապահանջ է Հայաստանի հանդեպ, որտեղ ոչ մի միջանցք չկա եւ չի ստորագրվել նման բան։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ գոնե Հայաստանի քաղաքացիությունը պետք է արձանագրի այդ իրողությունները, լինի դա պատմության համար, որ մի օր երբ որ միջազգային իրավունքը էլի կսկսի գործել լիարժեք եւ այն ժամանակ մենք կարողանանք ներկայացնել, որ այն որ Հայաստանի իշխանությունները կաշկանդված են եղել, ապացուցում է նաեւ քաղաքացիական քաղաքական ուժերի հայտարարությունները, որոնք որ լիովին հիմնավոր ձևով ներկայացնում են, թե ոնց է այդ սպառնալիքը բանեցվել Հայաստանի պետության վրա, որպեսզի ինքը համաձայնվի անընդունելի զիջումների իր շահերից ելնելով եւ իր շահերից չբխող եւ միջազգային իրավունքին հակասող զիջումների։ Միջազգային իրավունքին հակասում է այն, որ 150,000 փախստականների իրավունքները անտեսվում է։ Ըստ էության Հայաստանը ինչ է ասում, ասում է լավ, եկեք մենք այդ հարցը ընդհանրապես չբարձրացնենք, Արցախահայության վերադարձի հարցը։ Միայն թե դուք էլ այդ ձեր 300,000, չգիտես որտեղից բուծված 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարց մի բարձրացրեք, որտեղ հասկանալի է, որ Ադրբեջանը դա օգտագործում էր որպես պատրվակ, էլի ճնշում գործադրելու, որ իսկ այդ ծավալի բարձր անհեթեթությունը այդքան չկա էլ Հայաստանից Ադրբեջան տեղափոխվել է 170,000 մարդ, որոնց բացարձակ մեծամասնությունը 99%-ը կամ փոխանակել է իրենց տները, այսինքն չի կարող փախստական համարվել, կամ վաճառել է իրենց տները, եւս չի կարող փախստական համարվել, եւ կամ փոխհատուցում է ստացել դեռ Հայաստանի ԽՍՀՄ-ից։ Ինչը որ Ադրբեջանը չի արել հայ բնակության հետ, որը փախել է ոչ միայն Հայաստան, այլ նաեւ այլ երկրներ, գրեթե կես միլիոն հայություն է վտարվել Ադրբեջանից այդ ամբողջ ընթացքում 90-ականների սկզբին, չէ՞, եւ 150,000 միայն հայություն էր մնացել Արցախում։ Այդ էլ 2023 թվականին վտարեցին։ Հիմա ինչ են ասում որոշ իրենց փորձագետների դեպ։ Ասում են եկեք այդ փոխհատուցումները տանք Արցախահայության։ Այդ հարցը փակվի, կոպիտ ասած, որ այլ հավակնություն չունենան վերադառնալու եւ իրենց տների հանդեպ։ Որ չդիտվեն արդեն հավաքական միասնություն որպես Արցախի ժողովուրդ, որը սուբյեկտ է եւ որը կարող է ինքնորոշվել։ Իսկ այդպես դառնում են անհատներ, որոնք որ տուն են ունեցել Ադրբեջանում, հետո այդ տունը կոպիտ ասած կամ վաճառել են, կամ պետությունն է գնել իրենցից, ադրբեջանական պետությունը, կամ ուղղակի փոխհատուցում է տվել այդ։ Իսկ այդ մեծ գումար չի լինելու Ադրբեջանի համար, մի քանի միլիարդ դոլարով կպրծնի, հարցը կփակվի եւ դա էլ շատ վտանգավոր նարատիվ է, որ հիմա փորձում են տարածել, չնայած հիմա Ալիևը նույնիսկ դրան պատրաստ չի։ Այդ փորձագետներն են որոշ հասկացնում, որ եկեք այդ ձևով հարցը փակենք։ Եվ մենք նաև կոչ ենք անում միջազգային համաժողով, իդեպ դատապարտումը, ում ենք մենք դատապարտում։ Մենք դատապարտում ենք այդ 57 երկրներին եւ հատկապես համանախագահ երկրներին, որոնց վրա պատասխանատվություն էր դրված ՄԱԿ-ի կողմից այդ հարցը լուծելու միջազգային իրավունքի շրջանակներում եւ որից իրենք հրաժարվեցին։ Իրենք հրաժարվեցին իրենց պարտականություններից, իրենց պատասխանատվությունից, իրենք հրաժարվեցին մարդու իրավունքներից, ժողովրդների իրավունքներից, միջազգային իրավունքից ըստ էության։ Տուրք տալով նրան, որ Հայաստանը ճնշման տակ ստիպված էր նման կոչով հանդես գալ Ադրբեջանի հետ միասին, որ եկեք բան անենք, լուծարենք Մինսկի խումբը։ Իդեպ Արարատ Միրզոյանը եւս այս շաբաթ հայտարարություններ զրույց էր ավելի շուտ հրապարակվել Արարատ Միրզոյանի զրույցը մեկ այլ դիվանագետի հետ, որտեղ քննարկվում էր Արարատ Միրզոյանը բարձրացրեց հետեւյալ հարցը. ինչպես է սեփական շահը տվյալ երկրի կամ երկրների հակասում շատ հաճախ հակասում միջազգային սկզբունքներին, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ ասում է դա այդպես չպետք է լինի, որ քո սեփական շահը երկրի դու ոտնահարում ես սկզբունքները միջազգային իրավունքի իշահ քո սեփական շահի։ Շատ հետաքրքիր հարց է, որը երևի թե որով բացատրվում է այն, ինչ տեղի ունեցավ, հա երևի թե։ Դե շատ անուղղակի է մեղադրում Ադրբեջանին, որ խախտել է միջազգային կարգը, իր շահերից ելնելով։ Մեղադրում է ոչ ուղիղ, այո, ճիշտ եք ասում, քողարկված այսպես մեղադրում է, որ չեն տվել գնահատական։ Հիմա տեսեք, մեր իշխանությունները այսօր որ ասում եք կսկծու փառքաստու, փորձում են հիմնավորել այդ զիջումները։
Ոչ թե իրենք ասում են մենք ուժի սպառնալիքի ներքո են արել այդ ամեն ինչը։ Հասկանալի է, հա, որ այդպես բան ասող լինեն, հենա չեն էլ անի եւ այդ սպառնալիքը կմնար պատերազմական Ադրբեջանի կողմից եւ Ադրբեջանը չէր ստորագրի այդ ամեն ինչը եւ այսօր ինքը Ռուսաստանի հետ կլներ եւ այդ ռազմական ներխուժման սպառնալիքը էլի մնացած կլներ։ Ինչի է հիմա վերացել այդ ռազմական ներխուժման սպառնալիքը։ Ոչ թե միայն ձևական այդ փաստաթղթերը ստորագրելով, այլ որովհետեւ Ռուսաստանին ինքը այդ ստորագրումով գցեց Ադրբեջանը եւ փչացավ հարաբերությունը, էլ չի կարող ինքը հենվի Ռուսաստանի վրա, եթե նույնիսկ նման բան փորձի նախաձեռնի։ Իսկ եթե Ռուսաստանի վրա չի կարող հենվել, Ամերիկան էլ դրան դեմ է, Միացյալ Նահանգները, ուր կողմ գնացել է, որի կողմ գնացել է Ադրբեջանը, որի հետ հարաբերությունները բարելավելու գնով Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացրեց, բնականաբար ինքը արդեն կաշկանդված է աշխարհակահական իրավիճակով։ Հիմա Հայաստանի իշխանությունները, որ ասում եմ կսկծու փառքասու, ես հասկանում եմ, հա, ես դրա համար այնտեղ դատապարտումի մեջ կոնկրետ թիրախը հենց այդ 57 երկրներն են եւ երա նախագահները եւ այնտեղ արձանագրվում էր առանց դատապարտելու, որ Հայաստանը ստիպված է եղել, որովհետեւ Հայաստանի իշխանությունները առաջնային խնդիր են լուծում, որ պատերազմ չլինի։ Դա իրոք շատ կարեւոր է այսօր։ Բայց մենք ինչ ենք այնտեղ ասում, որ ասում ենք, օրինակ Հայաստանի իշխանությունները նաեւ համաձայնվեցին այնպիսի զիջումների խաղաղության պայմանագրի մեջ, որոնք որ ակնհայտ իրենք երկար ժամանակ չէին համաձայնվում, որովհետև Հայաստան շարից դա չէր բխում։ Չի կարող այդպեսի բան լինի, որ 6 ամիս առաջ ուրեմն Եվրամիության դիտորդների հետ քաշելու, հայցերը հետ կանչելու հարցը մեր շահերից չբխեր, եւ դրա պատճառով Հայաստանի իշխանությունները չստորագրեն այդ խաղաղության համաձայնագրի տեքստը, որ Ադրբեջանն է ըստեյության գրել։ Չհամաձայնվեն դրան։ Բայց հանկարծ ինչ-որ մի պահի այսպես անակնկալ մատուցելով բոլորին եւ հատկապես Ալիևին, ասեն համաձայն ենք դրան։ Եվ հիմա էլ հիմնավորում են, բացատրում են, թե ինչքան դա մեր շահերից բխում է։ Դա եմ ասում, էլի կսկծու փառքասու։ Բայց համենայն դեպս ակնհայտ էր, որ Հայաստանի շահերից չբխող դրույթները դրա համար էր ձգում եւ ինչի հանգարց համաձայնվեց, որտեվ եղավ այդ ինֆորմացիան, որ կա սպառնալիք ռազմական հարձակման հնարավորություն կա, վտանգ կա։ Եվ դրա համար համաձայնվեց, փաստի առաջ կանգնացնելով նաեւ Ալիևին եւ այդ արդեն պատրաստի փաստաթուղթը հրամցնելով Թրամփին, որ եթե ուզում ես խաղաղության հեղինակ դառնաս եւս մի տարածաշրջանում, խաղաղություն անես խաղաղության, արի պատրաստի հենա փաստաթուղթը կա երկու կողմով համաձայնեցված։ Իսկ այնտեղ արդեն դառնում է դետալներ լրացուցիչ նախապայմաններ Ադրբեջանի կողմից եւ այլն, որոնք որ չարտացոլվեցին, տեսեք, այս ամեն ինչի մեջ։ Միակ նախապայմանը, որ արտացոլվեց, հենց այդ ԵԱԿ Մինսկի խմբից հրելու նախապայմանն էր։ Բայց Միրզոյանը, ես ներկայացրեցի Միրզոյանի այդ ձևակերպումը, նա ասեց Ադրբեջանը նախապայմաններ է առաջ քաշում այժմ, որին Հայաստան համաձայն չէ։ Դա եւս համարվում է ոնց որ կարողացավ ներողություն այդ բառի համար խիզախեց եւ պարզ ասաց, որ այն ինչ պահանջում է մեզանից Ադրբեջանը Հայաստանին շահերից չի բխում այս բանը։ Այդ խիզախելու համար հիմք է ձևավորվել։ Միայն նա չի խիզախում։ Հիմա Նիկոլ Փաշինյանն էլ բավականին կոշտ արձագանքում է Ալիևին։ Հիշում եք անցած տարի, նախանցած տարի ոնց են իրան անդադ մեղադրում ընդդիմությունը, որ ինչի չես պատասխանում, Ալիևը էս ասեց, այն ասեց, դու ձեն չես անում։ Որտեւ այդ հիմքը չկար։ Հենվելու տեղ չկար։ Ես ներկայացնեմ Փաշինյանի ձևակերպումը եւ դուք ասեք որն է այդ հիմքը։ Այո, Փաշինյանի այս ձևակերպումը ես կբերեմ որպես ապացույց այսինքն այդ կոնտեքստում ձեր ասացի։ Ի պատասխան հարցերի Զանգեզուրի միջանցք ինչու է Ալիևը օգտագործում եւ այլն եւ Փաշինյանը ասում է ոչ ոք իրավունք չունի Հայաստանի որևիցե տարածք անվանում դնել առանց Հայաստանի իրավունքի եւ ընդհանրապես Զանգեզուրի միջանցքի թեմա գոյություն չունի ոչ մի փաստաթղթում չի հիշատակվում։ Փաշինյանը ասում է հետևյալը. սա ինքնիշխանության փոխադարձ ճանաչման Հայաստանի եւ Ադրբեջանի Թրամփի ներկայությամբ։ Սա փակագծերում ես ավելացրեցի։ Ինքնիշխանության փոխադարձ ճանաչման սկզբունքի կոպտագույն խախտում է։ Փաշինյանը եւս խիզախեց տալ գնահատական։ Եվ այսպես, որն է այդ հիմքը։ Ուրեմն տեսեք, ես հիշեցի, որ նաեւ Պուտինի հետ հանդիպման ժամանակ ԱՊՀ երկրների հանդիպում էր ղեկավարների Էլի այդ փսիխոսակցություն եղավ, Փաշինյանը հակադարձեց ամեն դեպքում հենց տեղում հրապարակային Ալիևին հակադարձեց, որ ոչ մի Զանգեզուրի միջանց չկա, եւ Պուտինը ստիպված էր ընդունել, որ այո, ոչ մի Զանգեզուրի միջանց։ Դա մինչ Թրամփյան։ Հենց այդ է, որ դա Բայդենի շրջանն էր, դա արդեն եվրոպական դիտորդները կանգնած էին եւ հիմքը դա էր։ Բայց երբ որ Բայդենի փոփոխություն եղավ եւ անկանխատեսելի Թրամփը որին Ալիևը ողջունել էր դեռ միջև ընտրությունները, այսինքն դիրքավորվել էր որպես իր կողմնակից եւ դա կարող էր գնահատվել Թրամփի կողմից։ Եվ որը ինքը հենց
թվականի պատերազմի, 2020 թվականի պատերազմի թույլ տվողն էր, աչք փակողն էր դրա վրա, չէ՞։ Եվ ինքը նորից վերադառնում էր, եւ ինքը նաեւ միջազգային կարգի դեմ պայքարողներից մեկն է, այսպես կոչված գլոբալ իրավունքների, գլոբալ աշխարհի, գլոբալիստների դեմ պայքարողն է, չէ՞, որտեվ այդ գլոբալիստների դեմ պայքարողների խմբակը ահագին ուրախացավ, ակտիվացավ Տրամպի գալով, չէ՞։ Այդ ավտոկրատ սրիկաների ակումբը։ Ալիև, Օրբան, որը Սաֆարովին արտահանձնում էր Ադրբեջանին գլոբալիստների դեմ պայքարի համար երևի, որ հանգարց Սորոսը չկարողանա միջամտի երևի ինչ-որ բաներին։ Սորոսի գրասենյակն է փակում էր Բուդապեշտ։ Նետանյահուն, որ էլի նույն Սորոսի գրասենյակ փակողն էր, եւ այսպես դեմոնացնելով բացասարակությունները եւ բացասարակությունների համար պայքարը գլոբալիստների նաեւ, այսպես իրենց ավտորիտար դիկտատորական բաներն են ձևավորում, իրանց ցանցն են ձևավորում, նույն Պուտինը։ Այդ ակումբը ահագին ուրախացավ, որ Տրամպը եկավ։ Եվ այդտեղ էր, որ Ալիևը ահագին ոգեշնչվել էր, որ կարելի է եւ ռազմական հարցակմամբ այս հերթական անգամ 2020 թվականի պես հիմա էլ արդեն Հայաստանի հարցերը լուծել Ռուսաստանի հետ միասին ունենալով թիկունքում, բայց քանի որ այդ հարցը շուռ եկավ, այդ խաղաղության պայմանագիրը ըստ էության մնացել էր, որ Հայաստանը համաձայնվի այդ երկու անընդունելի կետերին, որպեսզի կարողանա Տրամպին դեմ տա, ասի հեսա ունենք խաղաղության պայմանագիր։ Հենց ինքնին դա էլ էր կաշկանդող Ադրբեջանին, որովհետև եթե խաղաղության պայմանագիր չկա, Ադրբեջանը կարող ասեր Հայաստանը մաքսիմալիստական բաներ է առաջ քաշում, չէ, տարածքային պահանջ ունի իմ դեմ, դրա համար էլ ես էլ հոչեր ասելու հարցակվում եմ, ինքը ասում էր ես 9-րդ կետն եմ կատարում, այնտեղ գրածա որ բան պետք է անխոչնդոտ լինի, միջև հիմա խոչնդոտ։ Հազարի մի բան, հիմա էլ ասում էթնիկ զտում է արի Հայաստանը մեր ժողովրդի, ինչ հիմքեր ասես Ալիևի մոտ գրպանում պատրաստ են։ Հա, պատրաստ են, բայց այն ժամանակ փաստաթղթեր չկար ստորագրված, Ճիշտ է։ հա։ Իսկ հիմա կա փաստաթղթեր, հերիք չի, այդ փաստաթղթերի քավորն էլ կոպիտ ասած Միացյալ Նահանգներն է, պատահական երկիր չի։ Տրամպն է, որը անկանխատեսելի է, եւ որին բարկացնելը տեսանք, չէ, ասենք Պուտինի հետ ջանջիգեր, մեկ էլ հանգարց ինչ որ մի պահի բարկացավ եւ ասում է տամագավկերով տվեք անդազան դարեք, են որ ասում է, ճիշտ է, հələ չեն մատակարել, բայց ասում է որ այդ թույլատվությունը ունեք։ Կմատակարեն մի օր էլ։ Ատակամսուն են հիմա տամագավկի փոխարեն, ոչինչ, մի քիչ ավելի թույլ զենք է, բայց էլի բավական հզոր։ Ուզում եմ ասեմ, ոչ մեկ չէր ուզում եւ հատկապես Ալիևը, որ նոր պետքա ձևավորեր Տրամպի հետ հարաբերությունները, չէր ուզում 4 տարի ընթառաջ փչացնել այդ հարաբերությունները անկանխատեսելի հետևանքներով իր համար։ Ռուսաստանն էլ չգիտես, այսօր եկուցա, հա, որ ասում է իրանք էլ Ադրբեջանն էլ չէր ուզում ամբողջությամբ լրիվ Ռուսաստանի հետ կապեր իր ապագան։ Եվ այս հանգամանքներից օգտվելով Հայաստանի իշխանությունները, կոնկրետ Նիկոլ Փաշինյանը հրավիրեց Միացյալ Նահանգներին տարածաշրջան, եւ դա շատ լավ էր, բայց դրա գինը պետք է լիներ այն, որ ինչ որ փաստաթուղթ ունենար համաձայնեցված, որ Տրամպին ասեր դե արի ստորագրել տուր, հենա համաձայնացել եք չի ստորագրում Ղալիևը։ Այդ տենց խաղը դրվեց եւ ստացվեց։ Բայց հիմա քանի որ կա այդ փաստաթղթերը, կա նաեւ այդ հիմքը, այսօր երկու բանա խումբ է աշխատում Հայաստանի հետ ամերիկյան։ Մեկը աշխատում է հենց այդ Տրամպի ուղին եւ կոմունիկացիաների բաների հարցով զարգացնելու շինարարական հարցը այդ 145 միլիոն էլ որ հատկացել են այդ փողերը ծախսելու իրացնելու հարցերով ազբաղում։ Եվ մյուս երկու համաձայնագրերը ատոմային միջուկային էներգիայի հետ կապված, էներգետիկայի հետ կապված եւ մյուսն էլ այդ կիսահաղորդիչների եւ ընդհանրապես բարձր տեխնոլոգիաների արհեստական բանականության ոլորտի։ Հիմա տեսեք, այս կարևորագույն հիմքը ունենալով արդեն Միրզոյանն էլ, Փաշինյանն էլ կարող են այո, ավելի ամուր դիրքերից խոսեն։ Չեմ ասում իրենք փորձում են հարաբերություններ փչացնել, բայց Ալիևը ինքն է փորձում սաբոտաժ անել, որտեղ ինքը հասկացել է, որ ինքը մի տեսակ թակարդի մեջ է հայտնվել։ Իրան ստիպել են, անես պայմաններ են ստեղծել, փակուղի են ստեղծել իր համար, որ ինքը ստիպված գնա Վաշինգտոնում այդ ամենը ստորագրի եւ փչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ինքը այդ ամենը հասկանալով սադրում է, որ հիմա Հայաստանը մի բան անի, որ հետո Հայաստանի վրա շարքցի, ասի տես Հայաստանը էլի չի անում, չի համաձայնում, բայց Հայաստանը ամենին համաձայնում է ինչ որ ստորագրել է։ Բայց դա չի նշանակում, որ այդ ամեն ինչը միջազգային իրավունքի համապատասխան է եւ քաղաքացիությունը չպիտի բարձրաձայնի դրա մասին։ Ամեն մեկ իր գործը թողանի։ Քաղաքացիությունը ազատ է այդ հարցերը թեկուզ պատմության համար, բայց նաեւ այսօր հիշեցնելու համար միջազգային հանրությանը իրենց արած անպատասխանատու հակաիրավական քայլերը, որտեվ Մինսկի խումբը վերջո ձևավորվել էր շատ լուրջ խնդիր լուծելու համար, ելի եմ ասում, ՄԱԿ-ի մանդատ էր ստացել։ Ինչու դա տեղի ունեցավ։
Ինչու այնուամենայնիվ այդ 50-ից ավելի երկրներին, որոնց դատապարտում են եւ դիմում են, այդ երկրները աչք փակեցին եւ ասեցին, հա լավ, թող ուզում եք լուծարեք, լուծարվի թող։ Դե որովհետեւ կոմֆորտ գոտուց ոչ մեկ չի ուզում դուրս գա եւ հարաբերություններ փչացնի Ադրբեջանի հետ։ Ասենք ինչ որ մեկը պետք է իր վրա ստանձներ պատասխանատվություն, վետո դներ, չէ՞։ Մեկը կամ մի քանիսը։ Դա հենց սեփական շահերի թեման էր։ Այո, հենց այդ է միջազգային իրավունքը պաշտպանելու փոխարեն, որը ստիպում էր իրանց, պնդում էր, որ պետք է այո վետո դնեք, այդպեսի բան չի կարելի անել։ Մի երկիր էլ նույնիսկ ամենափոքրիկ երկիր վետո դներ չէր անցնելու, բայց իրանք որոշեցին չփչացնել հարաբերությունները, որը անպատասխանատվության գագաթնակետ է, որտեղ Արցախի ժողովրդի ճակատագրի եւ իրավունքների հարց էր դրված։ Դուք ասում եք քաղաքասարակությունը արձագանքեց, բայց ես ենթադրում եմ եւ ձեր խոսքից էր գալիս, որ այնուամենայնիվ դուք ճիշտ եք համարում, եթե սխալվում եմ դուք ուղում եք, որ ճիշտ կլիներ գուցե խիզախության հարցը կբարձրանա այստեղ, որ Հայաստանի իշխանությունները այդպիսի քաղաքական գնահատական տային կատարված։ Ես այդպեսի բան չասեցի։ Ես եմ հարցնում։ Եթե այդպես լիներ եւ այդ հնարավորություն ունենար Հայաստանի իշխանությունը, մենք նաեւ կդատապարտեինք այդ հայտարարության մեջ Հայաստանի իշխանություններին, որ չեն անում։ Բայց մենք հասկանում ենք, որ սպառնալիքի ներքո է, որպեսզի պատերազմի բանը հնարավորությունը փակեն։ Լավ, խիզախելու մասին էինք խոսում, կներեք, որ այդ բառը այդքան հաճախ եմ օգտագործում, այնուամենայնիվ այս Փաշինյանի այս ձևակերպումը, որ այնինչ անում է Ալիևը, չասելով, սա կոպտագույն խախտում է ինքնիշխանության փոխադարձ ճանաչման սկզբունքի։ Ինչի մասին էր վկայում, ինչ մթնոլորտ է, բայց դրանից հետո Կոպենհագենում կարծես շատ հանգիստ իրենք լավ իրար հետ զրուցում էին Ալիև եւ Փաշինյան։ Փաշինյանը մատնանշում էր կամ Թրամփի ուշադրություններ դարձնում կամ արձանագրում էր դրան նախորդեց այդ, որ մեր խաղաղությունը 1 ամսական է, չգիտեմ քանի օրական է, հետնահանջ է արձանագրվում։ Ուրեմն հետնահանջը Ալիևն է դեռևս իր խոսքերից կամաց արձանագրում։ Չինաստանում ինքը հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքը այլևս իրողություն է բացվում է։ Հետո Փաշինյանն այնտեղ իրան քննադատեց, որ այդպեսի բան մենք չենք պայմանավորվել։ Եկավ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ասեց Տրամպի ուղին է բացվում Զանգեզուրի միջանցքով։ Տրամպի ուղին մցրեց Զանգեզուրի միջանցքով։ Որից հետո էլի հակադարձումը ստացավ եւ հիմա կարծես թե կա ընկալում ընդհանուր, այսպես համաձայնություն, որ չօգտագործվի այդ Զանգեզուրի միջանց բառակապակցությունը։ Բայց ամեն դեպքում հարցը դա չի։ Ինքը շարունակելու է այդ նախապայմանները, ինքը շարունակելու է սադրել, որտեղ ինքը լավ վիճակում չի այսօր։ Ինքը դեստրուկտիվ կողմի դերում լինելուց բացի, ինքը նաև այդ պայմանավորվածությունների բեռի տակ է մտել, որը որ եթե չանի, ավելի վատ իր համար, բայց ինքը ուզում է չանի, եւ դրա համար ուզում է շարը գցի Հայաստանի վրա, որ Հայաստանը մի բան անի, որ ինքը հիմք ունենա չանելու, չվավերացնելու։ Այդ ԱՊՀ երկրների սպորտային խաղերի թեմայի մեջ մենակ այդ չի, Ջեբրայելի ազատագրում են նշում, 5 տարի անցել է, ամեն տարի նշում են հերիք չի, հիմա արդեն խաղաղության պայմանագիրը նախաստորը, էլի Ջեբրայելի ազատագրում, Գանջայի ռմբակոծում, բան, լրիվ իրենց լրատվամիջոցները հեղեղված են, այս տարին լրացա, որ քանի անգամ Գանջան ռմբակոծեցին, հաթ հիմա գյուղ առ գյուղ պետք է նշեն։ Պարզ է, չէ՞, ինչ կոնտեքստում, խաղաղության գնացող երկիրը տենց բան չի անում, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ ինքը ուրիշ ճար չունի, պատերազմ չի կարող սկսել։ Դրա համար ռետորաբանության մակարդակով փորձում է սրել հարաբերությունները, լարել հարաբերությունները, սադրել Հայաստանին, որ Հայաստանի իշխանությունները ինչ-որ մի քայլ անեն, որը իրենց համար հիմք կհանդիսանա, որ աշխարհը չասի դու ես դեստրուկտիվ ինչ-որ երբ որ չես վավերացնում։ Թեև Նենց չի, որ Միացյալ Նահանգներում ասում են, որ հենց վաղը կստորագրվի այդ խաղաղության պայմանագիրը, իրանք իրենց գործը անում են։ Տրամպի ուղին թող աշխատի, թող ապաշրջափակվի ճանապարհները։ Այդ խաղաղության պայմանագիրն էլ ավելի վատ իրենց համար, ինչքան շատ ձգեն, հաստորագրել են, եվրոպական դիտորդները ընդեղից կհեռանան սահմանից, մենակ այն դեպքում, երբ որ արդեն վավերացվի վերջնական։ Քան դեռ չի վավերացվել, եվրոպական դիտորդներն էլ նեղն են եւ մեր հայցերն էլ շարունակում են մնալ միջազգային ատյաններում։ Չնայած չգիտեմ ինչ տեմպով անդե քնվում, որտեղ դա միջազգային դատանը միջդանդաղ է քննում, եթե ինքը բան հատուկ հրատապ միջոց չի պահանջում, այդ հրատապ միջոցի մասով արդեն վճիռները կայացել է մեր օգտին։ Հիմա մնացածը թող այնքան ձգի, մինչև այդ վճիռներն ունենանք ավելի լավ։
Հայաստանը հետևում էր Մոլդովայում անցկացվող ընտրություններին եւ արդյունքները մենք գիտենք հիմա կխնդրեմ ձեզ ներկայացնել ինչ արդյունքների հասավ Մոլդովան, ինչ դրական ազդեցություն դա կարող է ունենալ Հայաստանի վրա, իհարկե Մոլդովան մեզանից բավականին հեռու է, դա Վրաստան չէ, լավ կլիներ երևի թե որ Վրաստանում եւս մենք ունենայինք այդպիսի արդյունքներ, հարցնում եմ այո թե ոչ, եւ այսպես Մոլդովան կարծես թե հետաքրքիր արդյունքներ արձանագրեց ընտրություններին։ Այո, ջարդուփշուր արեց 5-րդ շարաշուն եւ դուրս շպրտեց լրիվ այդ ազդեցությունը ռուսական եւ հավիտյան փակեց ռուսական ազդեցության բերանները Մոլդովայում։ Եվ դա արեց էլի համարցակ բառը պետք է օգտագործենք համարցակ քայլերի շնորհիվ։ Այս այն դեպքն է, որ համարցակությունը շատ ողջունելի է եւ ռիսկային չի։ Ինչ արեց։ Արգելեց այն կուսակցությունների մասնակցությունը ընտրություններին եւ դաշինքների, որոնք որ ապացուցված էր, որ ռուսական հետագիծ ունեն, ռուսական հովանավորչություն ունեն, ռուսական ֆինանսավորում ունեն։ Չխորշեցին, բռնեցին, արգելեցին եւ շատ լավ արեցին։ Փակեցին այն լրատվամիջոցները, դեռ այդ վերջում չեղավ, այդ տարիներ շարունակ այդ գործընթացը գնում է, որոնք որ ֆինանսավորում սնվում են Ռուսաստանից։ Ինչ որ Հայաստանում, ասենց ամուր սես պինդ իշխանությունը բռնել են, որ հանգարց այդպիսի բան չանենք, որովհետև ինչպես ասեց Նիկոլ Փաշինյանը, Պուտինի հետ հաց ենք կերել, ոնց կարանք իրենց լրատվամիջոցները փակենք։ Դե թող ուրեմն հիբրիդային պատերազմ անեն, ինչ որ անում են, դե թող շարունակեն։ Բայց քեզ Բերանն էլ ասեց, որ հիբրիդային պատերազմի այդ 2020 թիվը Փաշինյանի ելույթներ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մաս էր կազմում։ Հա, բայց նաև իրենց ներկայացնողները ասում են, որ այս առաջիկա ընտրություններին էլ ընթառաջ տեսնում են արդեն այդ հիբրիդային պատերազմի ուժգնացումը։ Հա, մենք էլ ենք տեսնում։ Հիբրիդային պատերազմի բանն էլ վերջնակետն էլ պետք է լիներ Հայաստանը ինքնիշխանությունից զրկելու։ Այո։ Բա որ գիտենք հիբրիդային պատերազմի վտանգը եւ արդեն ծավալվում է։ Գլխավոր դերակատարներին հիբրիդային պատերազմի ռուսաճորտ կուսակցություններին եւ ռուսաճորտ լրատվամիջոցներին ինչի՞ չեք փակում։ Ասենք պետք է խազին հասնի ամեն ինչ, հա, ոսկորին հասնի դանակը նոր անեք։ Դուք նշեցիք, որ դա տարիների վեր էր Մոլդովան գործողություններ անում, որպեսզի հասնի այս արդյունքին։ Ես իմ հարցս այն էր, թե ինչ դասեր կամ հարցս այն է, ինչ դասեր պետք է քաղի Հայաստանը, ինչով է դրական Մոլդովան իր ժողովրդի համար այդ արդյունքները ինչով են դրական եւ ինչ պետք է անի Հայաստանը, որպեսզի Հայաստանի ժողովուրդը եւս խորը շունչ քաշի։ Ընդհանրապես պետք է աշխատի, իշխող ուժը պետք է աշխատի։ Այն ինչ որ իրենց մոտ դժվար է ստացվում, հատկապես պարլամենտում։ Օրենքներ պետք է ընդունի, ինստիտուցիոնալ հիմքերը պետք է ստեղծի, որ վաղը եթե այդ փակումները անեն, դատարանով չվերականգնվեն։ Օրենքը այնքան հստակ լինի, այնքան ուժեղ օրենքներ գծեն, ստեղծեն, գրեն, որը վստահ եմ Եվրոպանել, Վենետիկի հանձնաժողովն էլ վավերացնելու են, ասելու են օքեյ է, որ այդ օրենքները ոչ մի ռուսական խամաճիկ ագենտ դատավոր չկարողանա շրջանցի եւ ասի, չէ, այս օրենքին չի անպատասխանում ձեր որոշումը, պետքա մնան այդ կուսակցությունները մասնակցեն, այդ լրատվամիջոցներին իրավունք չունեք փակելու։ Իսկ այդ դատական համակարգի ռևանշի փորձն էլ արվելու։ Այդ X պահի են սպասում բոլորը, որ միանգամից այդ բոլոր տեղերից պետական համակարգի միջի սաբոտաժ անողները միանգամից գլուխները բարձրացնեն։ Չգիտեմ այդ երբ կլինի ընտրություններից մի ամիս առաջ կլինի, 3 ամիս առաջ կլինի, թե կարող մի ամիս հետո այսօրվանից սկսած լինի, բայց այդ ամեն ինչի դեմ պետքա գլխանց առնել աշխատանքով, այդ թվում օրենսդրական հատկապես։ Որը որ մի օրենք գրելը, ընդունելը տարիներ է տևում այս քաղաքական ուժի մոտ։ Մենք ընտրությունների ենք գնում, այդ ընտրությունների թեման բարձրացրեցի եւ մեր այս հարցազրույցի վերջին հատվածն է սա։ Ինչպես է գնահատում մթնոլորտը, տեսեք Աճապահյանին 2 տարվա ազատազրկման դատապարտեցին սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու, կոչ անելու մեղադրանքով, շատ լարված է իրավիճակը, ինչ եք սպասում, ինչ կարող է տեղի ունենալ այս հատվածում, ինչև հունիս ունենք ժամանակ, չէ, հունիսի 7, հունիս։ Այսօր տարածաշրջան է մտնում Միացյալ Նահանգները եւ այսօր տարածաշրջանում է արդեն Եվրամիությունը։ Եվ եթե Հայաստանի իշխանությունները ամուր կանգնեն իրենց տեղում եւ ճիշտ քայլեր անեն եւ ել եմ ասում աշխատեն, ոչ մի բան էլ տեղի չի ունենա։ Ոչ մի ռուսական խամաճիկ Հայաստանում հիմք չունի
ոչ հասարակական հենարան ունի, որտեղ հասարակությունը ժողովուրդը լավ հասկացել է իդեմ Ռուսաստանի ում հետ մենք գործ ունենք, ինչ դավաճանական մի հատ երևույթի հետ ինչ գործ ունենք, Հայաստանի թիկունքին անդադ հարվածող, անցած դարեսկզբից սկսած մեր տարածքները հերթով հանձնող թուրքերին, ադրբեջանցիներին, իրենց ագենտուրան միշտ Հայաստանի շահերի դեմ օգտագործելով, ստեղի հայազգի ագենտուրան նկատի ունեմ։ Հայ ժողովուրդը դա հասկացել է։ Այդ հիմքը իշխանությունը արդեն ունի։ Բայց հիբրիդային պատերազմը ոչ մեկ չի չեղարկել։ Եվ այդ հիբրիդային պատերազմի միջոցով կարելի է այնպես ապականել այդ ամեն ինչը, որ ժողովուրդը ուղղակի մի զգալի մասը չգնա ընտրությունների հիասթափված, եւ արդեն դրան են տանում։ Այդ անդադ Չ կլասից ներքև իջացնելով բանավեճը, անվանարկումներով, անվայելուչ ինչ-որ արտահայտություններով փորձելով իրար պիտակավորել, վիրավորել եւ այլն, ինչ են ուզում ապականեն, սարքեն կեղտի հետ խառնեն ընտրական process-ը, ինչպիսին իրենք են բնույթով։ Ուզում են այդպեսին դարձնել նաև ընտրական process-ը, այդ 5-րդ Շարասյան մասնախոսքը։ Հիմա այդ ամեն ինչի դեմ ինստիտուցիոնալ ամուր պայքար է պետք տանել, որ բոլորին պատասխանատվության ենթարկել, իսկ որտեղ պետք է ուղղակի փակել, արգելել դրանց մասնակցությունը եւ մեդիա դաշտում եւ ընտրություններում։ Այստեղ վտանգ կա քաղաքական հետապնդման եւ ժողովրդավարական գործընթացների։ Մոլդովայում դուք տեսել եք մի մեղադրանք լինի միջազգային որևէ հեղինակավոր կազմակերպության կողմից, որ այնտեղ քաղաքական հետապնդում է եղել։ Եթե դու ռուսական գործակալներին դուրս ես շպրտում ականջներից բռնած, դրանից է քաղաքական հետապնդում։ Եթե դու լյուստրացիա չես անցկացրել, ինչ հիմքով ես դուրս շպրտում։ Դրա համար եմ ասում, բայց այդ ինստիտուցիոնալ հիմքերը պետքա ստեղծվի, ընդ որում պարտադիր չի տեղ լյուստրացիա լինի։ Կոնկրետ քայլերի դեպքում Բայց եթե բացահայտվում է ինչ-որ ֆինանսավորումն է ռուսական, եթե ազդեցություններ է բացահայտվում, այդ ամեն ինչի հիմք է։ Իսկ այն ռուսական լրատվամիջոցները, որ արդեն բոլորս գիտենք, որ ռուսական են, պաշտոնապես են ռուսական եւ ինչ-որ մեր ներքին գործերի ներգրավող խառնվող բաներ են, որոշումներ են կայացնում եւ իրավիճակներ են ստեղծում եւ կեղծ լուրեր են տարածում եւ արդեն հիմք է, որ իրանց փակել։ Ինչի մասն է խոսքը։ Չեք կարծում, որ վտանգավոր շրջան ենք մտնում, թե նորմալ բնականon ինչ-որ ընթացք եք տեսնում։ Եթե հասարակությունը, իշխանությունները, ժողովրդավարական ընդդիմությունը ճիշտ հունով կարողանան տանեն իրավիճակը, ոչ մի վտանգավոր իրավիճակ էլ չկա։ Շատ հետաքրքիր թվարկում էր ընդդիմությունը, ում նկատի ունեք։ Ժողովրդավարական ընդդիմություն։ Ներկայացրեք, ինչ եք հասկանում դրա տակ, որտեղ այդ թեման էլ է հիմա չի հասկացվում։ Այն ընդդիմադիր ուժերը, որոնք որ Հայաստանի անկախության կողմնակից են։ Բոլորն են կողմնակից, մեկը մյուսին վիրավորում է, ասում է դու անկախության դեմ ես, նա ասում է դու ես անկախության, դու ուզում ես պետությունը քայքայվի, դու ասում են նա, դու ես ուզում պետությունը քայքայվի։ Ասում հա դու էլ ասա, այտենց դու էլ ասելով չէ։ Բոլորը ես նկատի ունեմ ոչ թե նրանք ովքեր ասում են, այլ որ նրանք ովքեր են։ Ես գիտեմ ովքեր են։ Մենք ունենք այդ կուսակցությունների հետ մենք աշխատել ենք, Եվրոքվե ենք կազմակերպել այդ կուսակցություն, որոնք գիտենք հաստատ, վստահ ենք, որ իրենք ինքնիշխանության ջատագով են, անկախության ջատագով են։ Այդ ուժերը հիմա նաև մասնակցում են այս կամ այն ձևով ընտրությունների։ Առաջիկայում մեջ միացնում տեխնացու ունի Հանրապետություն կուսակցությունը, Հարություն Մկրտչյանը, մեր լավ գործընկեր Եվրոքվեի նախաձեռնության անդամ։ Այդ ուժերը այլ տեղերում կարևոր ակցիաներ են կազմակերպում, օրինակ Գյումրիում ռուսական ռազմաբազայի դեմ հանուն Հանրապետության կուսակցություն եւ Եվրոպական կուսակցությունը կազմակերպեցին ակցիա։ Ուզում ասեմ, այդ ուժերը աշխատում են, գործում են եւ իրենք կանգնած են որպես Հայաստանի ինքնիշխանության եւ նաեւ անկախության եւ ժողովրդավարության պահապանների դերում։ Եվ դրա համար էլ իրենք հիմնականում թիրախավորված են այսօր ռոբասերժական այդ 5-րդ Շարասյան կողմից եւ նրանց հարող եւ նրանց շուրջ ձևավորող նորանոր ուժերի Ծառուկյան Գագիկն է վերադառնում էլի հերթական անգամ գնալ գալուց հետո այդքան մենք այդպիսի քաղաքական գործիչ ունենք որ այդքան գնացած եկած լինի խոստացած որ չի գա հետո վերադարձած հետո էլի գնացած գրեթե բոլորն էլ այդպիսի չէ այդպիսի գնալ գալ չի եղել քաղաքական ասպարեզ կամ Սավել Կարապետյանի այդ ուժը կամ չգիտեմ հայ-առաքելական եկեղեցուն են ուզում վերածեն կուսակցության առաջ ասում ենք բան հանրապետական կուսակցության Արարատյան թեմի առաջնորդարան հիմա պաշտոնականացնում են փորձում են պաշտոնականացնել ցավոք սրտի հետո էլ ասում են մեր ազգային ինստիտուտներ բայց ազգային ինստիտուտները ապականեք դարձնեք կուսակցական ինչ ազգային ինստիտուտ կմնա այնտեղ դուք եք ապականողը գլխավոր եւ շատ լավ է որ ձեզանից կամաց ազատում են պետություններ պետք է այո դրանում մասնակցի եթե ուրիշ ճաշ չկա եթե բռնազավթել եք եկեղեցին ձեր քաղաքական կուսակցական այդ շահիկներով ու դրսի ազդեցություններով պետք է մաքրել ուրեմն ցնցումներ
Կարծում եք, որ լինել։ Ոչ, այդ ամեն ինչը շատ հանգիստ կարելի է անել։ Հիմա ինչ որ արվում է, ցնցում լինում է, ոչ մի ցնցում էլ չի լինում։ Մի քանի տասնյակ հոգի գնում են, գորգորում են եւ վերջ։ Գուցե շուտ է դեռ։ Դուք կարծում եք, որ այդքան հանգիստ, ինչպես հիմա է, այդպես էլ շարունակվելու է։ Եթե ճիշտ քայլեր ձեռնարկի իշխանությունը, ինստիտուցիոնալ հիմքերը ստեղծի, նաեւ հարաբերությունները եւ համագործակցությունը այդպիսի գործողություններ արվում են եւ իշխանությունների կողմից։ նորից եմ ասում, եթե ինստիտուցիոնալ հիմքերը ստեղծի եւ հարաբերություններն ու համագործակցությունը հասարակության եւ ժողովրդավարական ընդդիմության հետ ճիշտ ձևավորի, ձեռք-ձեռքի տված, մենք ժողովրդի հետ միասին այդ հարցերը շատ հանգիստ կլուծենք։ Իսկ եթե չանի։ Ոնց որ Մոլդովայում շատ հանգիստ լուծեցին, Ռուսաստանին ականջին կվերցնենք, դուրս կշպրտենք տարածաշրջանից։ Այնտեղ Մարիա Սանդուն կար։ Իսկ եթե չանի իշխանությունը, որը չենք տեսնում դեռ։ Առաջնորդներ եւ իշխող ուժի եւ ժողովրդավարական ընդդիմության, որոնք որ այդ ամեն ինչը շատ լավ տեսնում են եւ մնում է որ մի քիչ ավելի համարձակ քայլեր անեն, որի կոչի ես անում եմ։ Շնորհակալ եմ այսօրվա Ես եմ զրույցի համար։ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանն էր մեր զրուցակից այսօր։ Զրուցվար մեր Գայանե Արաքելյանը, բարին ձեզ։